Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ, բարև։ Շնորհակալ եմ մեզ հյուր լինելու համար։ Ես եմ շնորհակալ։ Գիտեք, ես չեմ կարծում, որ առանց նվիրումի, առանց աշխատասիրության կարելի է հասնել որևէ բանի։ Աշխատասիրություն, մղում եւ նպատակի, այն որ ասում եմ դնում ես նպատակ եւ փորձում ես հասնել դրան։ Միայն այդպես կարող ես ունենալ հաջողություն։ Այդպես չի լինում, հաջողության հետևում բավականին լուրջ, բավականին ծանր, բավականին անքուն գիշերներ են լինում։ Միշտ այդպես է լինում։ Վստահ եք։ Մենք պատրաստ ենք, ասա ոնց ենք նստում։ Ռազմական բժշկի անցած ճանապարհը պատվավոր է, արժանապատիվ, փառահեղ ու օրինակելի։ Իսկ հետևում աշխատանք է։ Սեր, նվիրում, փշեր ու խոչընդոտներ, ուժեղ ու հայրենասեր մարդիկ մեծ սիրով ու նվիրումով էլ հաղթահարում են այդ ճանապարհը, հաջողության ճանապարհը։ Հաջողության ճանապարհի մասին այսօր զրուցելու ենք Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ, բուժական ծառայության փոխգնդապետ, Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սևակ Շահբազյանի հետ։ Բարև ձեզ եւ շնորհակալ եմ մեզ ժամանակ հատկացնելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Փորձենք պատմել, զրուցել այն մասին, ինչ հարցեր այսօր կանչեն։ Պարոն Շահբազյան, հաջողության ճանապարհ բոլորս ենք ունենում։ Յուրաքանչյուրի մոտ թերևս սա տարբեր կերպ է արտահայտվում, տարբեր տարիքում, տարբեր իրավիճակներում։ Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ում մոտ այդ ճանապարհի սկիզբն ավելի վաղ տարիքում է դրվում ու ավելի բարենպաստ պայմաններում։ Ինձ թվում է դուք այն բախտավորներից եք, ում համար այդ ճանապարհի սկիզբը, այդ ակունքը սկսվեց դեռահասության շրջանում ու լավ միջավայրում, գեղեցիկ միջավայրում։ Գիտեք, երբեք չեմ մտածել, որ երիտասարդ տարիքում եմ ունենալու հաջողություններ, ուղղակի իմ կյանքի գործունեության, այսպես ասեմ, միշտ նպատակներ ենք դրել ու փորձել եմ այդ նպատակներին հասնել ամեն գնով ասելով թե աշխատասիրությամբ, թե բոլոր միջոցները, մեթոդները, որոնք որ կարող են եւ կդրթեն, որպեսզի հասնես քո նպատակին։ Բնականաբար բոլորը իհարկե բարոյական նորմերի սահմաններում։ Եվ ես կարծում եմ, որ հաջողության հասնելու ամենամեծ գրավականը դա աշխատասիրությունն է եւ նվիրումն է։ Բնականաբար դրա այդ ժամանակ լինում են եւ անքուն գիշերներ, եւ լինում են բավականին բարդ իրավիճակներ, բայց պետքա չհանձնվել եւ գնալ առաջ։ Ինչի՞ չէ նաեւ հիասթափություններ։ Միանշանակ առանց հիասթափության, առանց անհաջողությունների երբեք հաջողության չես ասում։ Այդպիսի մի խոսք կա, չէ՞, ասում են, դա հաջողությունը անհաջողության սկիզբն է։ Այո, հաջողության հասնելու համար միջոցներից մեկն է թերևս ամեն ինչ նորից։ Այո։ Դպրոցական տարիքում որոշեցիք ձեր ուղին։ Դե, այո, դպրոցական տարիքում չգիտեմ ինչով պայմանավորված, բայց երևի նաև ծնողներիս ցանկությամբ, մորս ցանկությամբ բժիշկ դառնալու ցանկությունը իմ մեջ առաջացավ եւ երբ ես ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարան, այսինքն ընդունվելուց հետո ես ինքս հասկացա, որ կամ ես կդառնամ վիրաբույժ, կամ բժշկությամբ չեմ զբաղվի, որտեվ բժշկության մեջ ինձ ձգում էր եւ ես ուզում էի դառնալ վիրաբույժ։ Կարող ենք ասել, որ հաջողության ճանապարհի սկիզբը հենց այդտեղ էր։ Այդտեղից սկսվեց։ Միգուցե եւ հենց այդտեղից, որտեվ ես անում էի ամեն ինչ, սովորում էի, կարդում էի եւ ոչ մի միջոց չխնայելով քեզ, այսինքն փորձում էի հասնել քո նպատակին։ Պարոն Շահբազյան, սովորաբար հաջողում են կյանքում այն մարդիկ, ովքեր մասնագիտական հմտություններ սկսում են կիրառել ավելի երիտասարդ տարիքից սկսած։ Բժշկի մասնագիտության դեպքում մի փոքր այլ է, որովհետև այստեղ պատասխանատվության աստիճանն է նաև ավելի բարձր, հմտությունների ձեռքբերումը գրեթե անսահման, բայց ես գիտեմ, որ ձեզ մոտ էլ այդ վաղ սկսվեց։ Այո, անկեղծ ես ուսանողական տարիներից արդեն հետաքրքրությունը դեպի վիրաբուժությունը մեծ էր եղել եւ ես փորձում էի ամեն կերպ մասնակից լինեի վիրահատություններին,
բայց գիտեք, այդպես հեշտ չի եղել։ Ես օրերով, ամիսներով փորձել եմ գնալ վիրահատարան, փորձել եմ վիրաբույժներին, ավագ վիրաբույժներին, ովքեր որ փորձառու եւ վիրահատում էին, փորձում էի ամեն ինչ անել, որ իրենց հետ կարողանայի մասնակցել վիրահատություններին եւ նույնիսկ այն բաղձալի իրավիճակը, որ ոչինչ չես անում, գոնե լվացվել, վիրաբույժները կհասկանան ինչի նկատի ունեմ, երբ որ ընդհանրապես ստերիլ համազգեստն ես հագնում, ձեռքերդ ստերիլ լվացում ես եւ ընդհանրապես կանգնում ես վիրաբույժի կողքին, որպեսզի որևէ բանով օգտակար լինես։ Նույնիսկ այդ իրավիճակը ստեղծվելը բարդ է եղել, ինչու որտեվ ոչ թե չի ստացվել, միշտ փորձել ես ասել կլինի, ես էլ գամ կլինի, ես էլ անեմ, օրերով մնացել ես կլինիկաներում, բայց այնպես չի, որ այդպես հեշտ հանգիստ քեզ բախտավիճակվել դրան հասնելու եւ բնականաբար անընդհատ դժվարություններ անցնելով, փորձելով համոզել, որ այո դու այն մարդն ես, դու այն բժիշկն ես, որը ուզում ես դառնալ, եւ եկավ մի օր, որ դու լվացվեցիր, բնականաբար գալիս է մի օր, երբ որ քեզ արդեն որպես առաջի ասիստենտ են լվացվում որպես առաջի ասիստենտ եւ գալիս է մի օր, երբ որ ավագ վիրաբույժը կանգնում է քո կողքին եւ դու վիրահատում ես։ Երբեք չեմ մոռանա այդ օրը, երբեք չեմ մոռանա նույնիսկ ով է այդ առաջին վիրահատությունը տվել ինքնուրույն անելու, բնականաբար ավագ վիրաբույժի ներկայությամբ եւ այդպես դժվարություններ անցնելով գնում ես դեպի առաջ եւ ամենակարևորը նաեւ գալիս է մի պահ, երբ որ դու ինքնուրույն պետքա վիրահատես եւ կողքիդ չկա որևիցե ավագ վիրաբույժ։ Այդ օրը նույնպես տպավորված է եւ հիշում եմ։ Ռազմական Այո, առաջին իմ վիրահատությունը եղել է Ջաբրայելի հոսպիտալում, Մեխակավանի 34 տարեկան հասակում։ Չէ, ավելի երիտասարդ, Դա եղել է 2009 թվականին, այդ ժամանակ բնականաբար ես 27 տարեկան էի։ Երբ որ ես կատարեցի իմ առաջին կմենակ ասիստենտ բնականաբար կա քեզ օգնող վիրաբույժ, բայց ոչ ավագ վիրաբույժ, որը որ միշտ կոպիտ ասած կողքի տա լինելու եւ ցանկացած բարդ իրավիճակից քեզ հանելու է, չկար այդ ավագ վիրաբույժը, դա Մեխակավանի հոսպիտալում էր, միայն ավագ որպես ընկեր ավագ վիրաբույժ կարելի ասել հոսպիտալի պետին, բայց որը որ ուրոլոգ էր մասնագիտությամբ, բայց իր ներկայությունը բնականաբար օգնում էր իհարկե։ Պարոն Շահբազյան, այդ հուզմունքի զգացողությունը, պատասխանատվության բարձր չափաբաժինը տարիների ընթացքում այսօր տարիներ անց փոխվեց, վերափոխվեց։ Կարծում եմ միգուցե ավելի շատացավ։ Կարծում եմ վերափոխվեց։ Նախ սկսենք նրանից, որ ես իրականում շատ բախտին շնորհակալ եմ, որ իմ մասնագիտական գործունեությունը սկսել եմ հենց բանակից։ Ինձ բանակը բավականին մասնագիտական առումով իմ առաջ խաղացման ասեմ թե կայացման համար բավականին մեծ փորձ գիտելիքներ, ինչու՞ չէ նաև ընկերներ։ Ցավոք շատ ընկերներ կորցրեցինք նաև եւ 44 օրյա պատերազմին եւ ապրիլյան պատերազմին, բայց բավականին լավ ընկերներ ենք ձեռք բերել բանակից։ Գիտեք, չի եղել այնպիսի վիրահատություն, որ չմտնես առանց հուզմունքի եւ առանց պատասխանատվության։ Այդպիսի բան չկա։ Այո, միգուցե ավելի վստահ ես մտնում, միգուցե ավելի փոխվում է քո իրավիճակը, բայց չկա ցանկացած վիրահատության ամեն անգամ մտնում ես պատասխանատվությամբ։ Չի լինի, որ այնպես։ Իհարկե, միշտ էլ ինձ այլ զգացողություն է պարգևել վիրահատարանը, ես այնտեղ միշտ հանգստացել եմ, չգիտեմ, աշխատասենյակից, երբ որ ես վազում եմ վիրահատարան, ինձ մի այլ զգացողություն է դա պարգևում։ Ես այնտեղ հանգստանում եմ, ես այնտեղ ապրում եմ, ես այնտեղ կարծես սավառն ես, չգիտեմ, ես ինքդ ես օրինակ երբեք չեմ պատկերացնում իմ կյանք առանց վիրաբուժության։ Գիտեք, միշտ բոլոր տարիքներում են, որ սկսեցինք Մեխակավանից, Ջաբրայելից, այնտեղից սկսած ինձ բոլոր ժամանակներում եղել են առաջարկներ, թե հոսպիտալի պետի, թե որևիցե այլ պաշտոնի, բայց ես չեմ կարողացել թողնել վիրաբուժությունը եւ բոլոր պաշտոնները, այսպես ասած, հարաբերական եղել են վիրաբուժության հետ կապված։ Այսինքն եղել եմ վիրաբուժության բաժնի պետ, եղել եմ
չգիտեմ, ամբիոնում եւ այլն, եղել են վիրաբուժության հետ սերտ կապված, այսինքն քո կլինիկայի ղեկավար, որ որոշումներդ կապված լինեն վիրաբուժության հետ, այսինքն դու չկտրվես վիրաբուժությունից։ Այսօր դուք նաև Երևանի պետական բժշկական համալսարանում հետբուհական կրթության ամբիոնն եք ղեկավարում։ Այո, դա եւս մեծ պատիվ եւ պատասխանատվություն էր, ինձ վստահել են ղեկավարել Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական վիրաբուժության ամբիոնի վարիչը, որը մեծ պատիվ է։ Երիտասարդների հետ աշխատելը հաճելի է եւ ոչ միայն երիտասարդների, բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են դառնալ վիրաբույժ։ Այո։ Պատվաբեր իհարկե։ Պարոն Շահբազյան, զինվորը սահմանն է պաշտպանում, բժիշկը փրկում է այդ զինվորի կյանքը։ Ձեր ընտրած ճանապարհում խաչվել են այս երկու մասնագիտությունները, այս երկու մարդիկ։ Այո, ես կկրկնեմ, որտեվ եւս մեկ անգամ կուզեմ այդ նախադասությունը ասել, այո, ինձ համար մեծ պատիվ, մեծ պատասխանատվություն ու ես իրականում բախտից շնորհակալ եմ, որ իմ մասնագիտական գործունեությունը սկսել եմ հենց բանակից։ Ու գիտեք, մարդ, որը որ կրելով նաև սպայական ուսադիրներ, նշանակում են մի տեղ, որտեղ որ առաջնագծում մոտավորապես 5-ից 6 կիլոմետրի վրա կանգնած է սահմանին զինվորը, եւ դու թիկունքում ապահովում ես նրանց բժշկական ապահովում, այսինքն դու հոսպիտալում վիրաբույժ եւ ցանկացած իրավիճակում դու ոչ միայն պարտավոր ես անել քո բժշկական մասնագիտական գործունեությունը, այլ անհրաժեշտության դեպքում նաև բնականաբար այն ինչը որ միգուցե նաև մասնագիտական չէ, որտեվ դու նաև սպա ես։ Հիմա որ խոսում ենք, այնպես հեշտ է, բայց երբ որ ես բան եմ անում, իմ մարմնով էլ բավականին ելևեջներ է կատարում, նախ հիշում ես այդ իրավիճակները, գիտեք, չես կարա չհիշես ու չես կարա հանգիստ հիշել, որտեվ երբ որ դու գնում ես նույն բազմիցս եղել է, որ փառք Աստծո այդ բան վիրավոր չի եղել կամ քո մասնագիտական գործունեության խնդիրը չի եղել եւ դու գնացել ես հենց առաջնագծում, որտեղ որ կանգնած է զինվորը, զինվորի հետ շփվել ես, խոսել ես ու միգուցե դա էլ է, որ գիտեք, կանգնած զինվոր ու հետո գալիս ես հոսպիտալ, գալիս ես քո մշտական տեղակայման վայր եւ մեկ էլ բերում են զինվոր, որը որ քիչ առաջ կանգնած էր առաջնագծում ու դու ամեն ինչ անում ես, նույնիսկ այն որ ասում աներևակայել են, որ փորձես այդ զինվորի կյանքը փրկես, փորձես հետ բերես ու վերադարձնես շարք, հետ վերադարձնես նաեւ իր ծնողին։ Բարդ է, ես միշտ այդ հոգեբանական կռիվը իմ մեջ եղել է, բայց երբ որ կանգնում ես վիրահատական սեղանին, փորձում ես մոռանալ եւ ամեն ինչ անել, որ փրկես եւս մեկ կյանք։ Պարոն Շահբազյան, բայց ամենախորը մասնագիտական գիտելիքները ու տեխնիկապես ամենահարուստ վիրահատարանը չեն կարող ամեն ինչ անել։ Ի վերջո, ի վերուստ տրված է ու արվում է, ինչի արդյունքում մենք ունենում ենք այն հաղթական ուղին ու այն փրկված կյանքերը, որը այս անգամ նաև ձեր միջոցով է արվում։ Դե բնականաբար ամեն անգամ վիրահատության գնալուց, օրինակ ես ամեն նշտարը ձեռքս վերցնելուց, առաջի կտրվածքը անելուց միշտ մի հատ նշտարով խաչակնքում նոր եմ կտրվածքը անում, որտեվ դուք շատ ճիշտ եք անում, ասում, որտեվ իշքան էլ գրքերում գրած լինեն, իշքան էլ դուք վիրահատությանը մասնակցած լինեք, բայց վիրահատության ժամանակ այնպես չի, որ տենց հարթ գրած գնում է։ Միշտ լինում են աննախադեպ բաներ, լինում են անակնկալներ, որը որ պետքա հարթես ու գնաս առաջ։ Ու միշտ այդ ժամանակ ասում ես, որ վերևից Աստված քեզ օգնական եւ փորձում ես գնալ առաջ, անել այն, որը որ այո, պայտակ։ Հիմա դե պլանային վիրահատությունները միշտ ուրիշ են, սուր կամ վիրավորումները բնականաբար մի քիչ այլ են, բայց միշտ պետքա վիրաբույժը պատրաստ լինի, որտեվ դա էլ վիրաբույժի պայքարն է, ոնց որ զինվորը մտնում է մարտի դաշտ, վիրաբույժն դա էլ իր մարտի դաշտն է։ Այո, դա էլ վիրահատական սեղանը, որտեվ այդտեղ էլ հրամանատարը վիրաբույժն է, որ պետքա իրավիճակը կառավարի եւ հիվանդին այդ վիճակից հանի դուրս։ Եվ շատ որոշումներ պիտի միայնակ կայացնեք։ Միանշանակ։ Ժամանակ էլ չկա խորհրդակցելու անգամ ընտանիքի։ Էլ չեմ ասում, որ նույն
այո, պահեր կան, որոնք վարկյանի որոշման խնդիր կա, վարկյանի րոպեի որոշման խնդիր կա եւ դա պետքա կատարես ու պետք է ճիշտ կատարես, որտեղ սխալ որոշումը կարող է կյանք արժենալ։ Ես քանի որ միշտ հիշում եմ իմ զինվորական անցած ուղին, դե այնտեղ շատ էս ավելի ձեր ասած իրավիճակներում հայտնվում, որ անընդհատ մահի եւ կյանքի հետ կռիվ տալով փորձում ես հաղթահարես, այսպես ասած, մահը ու այդ արագ որոշումները բավականին շատ հարցեր կարող են լուծել, բավականին։ Նաև կյանքում տարբեր իրավիճակներում է օգնում բնավորության այդ գիծը, որը ձևավորվում է աշխատանքային իրավիճակներում։ Գիտեք, Զարե Ավետիքովիչ խոսքերն ասեմ, իմ ուսուցիչ պրոֆեսոր, որը որ միշտ ասում է, որ լավ վիրաբույժները պետք է համարձակ լինեն։ Կարծում եմ, որ այդ համարձակությունը, հա, կախված է երևի արագ ճիշտ որոշումներ կայացնելու հետ կապված, որտեղ վիրաբուժությունը բժշկության մեջ մի քիչ տարբերվում է։ Բնականաբար վիրաբուժությունը այնա, որ ինքը արագ որոշումներ կայացնելու, արագ իրավիճակները հարթելու, արագ գնալու մասնագիտություն է ու կարծում եմ, որ պրոֆեսորը ճիշտ է ասում, որ համարձակությունը շատ կարևոր է գործի մեջ, որ չերկարես ու համարձակ արագ որոշումներ կայացնես։ Պարոն Շահբազյան, ձեր անցած ուղու մասին խոսելիս մի բան կարմիր գծով երևում է, բոլոր պատասխանատու պաշտոնները զբաղեցրել եք բավական երիտասարդ տարիքում։ Այն ինձ հետաքրքիր է կրկնակի պատասխանատվության զգացողությունը, լարվածությունը, չգիտեմ, մեծ պահանջը ինքները ձեր նկատմամբ։ Անկեղծ սկզբից մի փոքր անակնկալ էր, բայց քանի որ ես երբեք չեմ վախեցել, ոչ թե վախեցել, այլ պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, երբ որ եկել այդ պահը, նույնիսկ ես 29 տարեկան էի, երբ որ հոսպիտալի պետը գնալու էր արձակուրդ եւ ինձ ասեց, որ մոտ այս մեկ ամիսը դու ես ղեկավարելու հոսպիտալը, 28 տարեկան բժշկի համար ղեկավարել ծայրամասային հոսպիտալը ու որոշումներ կայացնել, որը որ անընդհատ կարա փոփոխվի, հա, դժվար է, բայց փառք Աստծո ստացվել է ինձ մոտ, չգիտեմ որ բնավորության գծերի հաշվին է դա ստացվել, բայց երբեք անհաջողության չեմ մատնել, երբեք պրավալի չեմ տվել, այն ինչ ինձ վստահել եմ ու դրանից հետո առաջին կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքը ղեկավարելը եղել է 32 տարեկանում, որը որ ես կարծում եմ, այո, երիտասարդ եմ եղել, բայց փառք Աստծո ստացվեց։ Ու ես հիշում եմ մեր վարչության պետի խոսքերը, երբ որ չեմ հիշում ինչ առիթով էր, երևի փոխգնդապետը ստանալու ժամանակ էր, որ նա ասեց, որ իմ որոշումներից ճիշտ որոշումներից մեկը եղել է, որ Շահբազյան Սևակին նշանակել եմ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ։ Չգիտեմ, ամեն ինչ արել եմ, որ նույնիսկ արդարացնեմ այն մարդկանց հույսերը կամ այն մարդկանց, որոնք որ ինձ հետ հույս են կապել եւ վստահել են այդ պաշտոնները։ Ամեն ինչ արել եմ, որ նույնիսկ ավելին անեմ նշանակումից հետո։ Եվ այո, ես կարող եմ նշել, իհարկե դա մեր վիրաբույժներն է կարող են նշել այդ տարիների, որոնք ինձ հետ աշխատել են։ Դա 2014 թվականից մինչև 19 թվականը ես ղեկավարել եմ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետի պաշտոնը եւ այդ ժամանակահատվածում կարծում եմ, որ մենք հանրապետությունում արել ենք այն վիրահատությունները, որոնք որ նույնիսկ կարող է ոչ բոլոր կլինիկաներում կատարվեն, բայց մենք անում էինք ամեն ինչ։ Մեր վիրահատությունները տարեկան 1000-ի սահմանն անցել էին։ Ու դա այդ ժամանակահատվածում բավականին լուրջ թիվ էր։ Երբ որ մի բաժանմունք, վիրաբուժական բաժանմունք անում է 1200-1300 վիրահատություն։ Իհարկե դա իմ թիմով եմ արել, միայնակ չեմ արել, բայց մենք դա արել ենք։ Շենգավիթ բժշկական կենտրոն։ Շենգավիթ բժշկական կենտրոն ես եկել եմ 2019 թվականին, ճիշտն ասած, այնպես չի եղել, որ մտադրություն ունեի բանակից դուրս գալու։ Երջանկահիշատակ Սերգեյ Ուրումյանը հրավիրեց ինձ իր մոտ, այդ ժամանակ դեռ բաժանմունքի պետն էի,
19 թվականի սկիզբն էր, եթե չեմ սխալվում, այո, ամիսը փետրվար թե մարտ ամիսներին էր, խոսեցինք, այդ ժամանակ դեռ նպատակ չունեի գնալու, բայց պայմանավորվեցինք, որ այնտեղ վիրահատություններ կանեմ, եւ 3 ամիս անց եւս մեկ զրույց ունեցանք երջանկայիշատակ Կուրումյանի հետ եւ նա ինձ համոզեց տեղափոխվել Շենգավիթ բժշկական կենտրոն, որի համար ես շնորհակալ եմ իրեն, ես բանակից չեմ կտրվել եւ ես այդ հարցն եմ ուզում տալ, բանակը չեք կարոտում արդյոք։ Ես ոչ միայն չեմ կարոտում, ես բանակի կողքին եմ հիմա էլ ու միշտ էլ կլինեմ բանակի կողքին, որովհետեւ ես կարծում եմ այստեղից էլ ավելի եմ կարողանում օգնել, որովհետեւ իմ վիրահատած հիվանդների մեծ մասը եւս զինվորականներ են։ Ոչ միայն չեմ կտրվել, ես ելի եմ ասում, երբեք չեմ կտրվի ու երբ որ 44 օրյա պատերազմը սկսվեց, մեր Շենգավիթ բժշկական կենտրոնը մենք սարքեցինք գրեթե զինվորական գոսպիտալ եւ բոլոր զինվորներին, վիրավորներին մենք ընդունում էինք մեզ մոտ։ Մենք քաղաքացիական հիվանդներին դուրս էինք գրել եւ մեր Շենգավիթ բժշկական կենտրոնը սարքեցինք որպես գոսպիտալ եւ մեր բոլոր վիրավորները նաեւ մեզ մոտ էին վիրահատվում, բուժվում, ապաքինվում եւ հետ վերադարձվում շարք։ Պարոն Շահբազյան, մասնագիտական ձեր ճանապարհը բազում հաղթանակներով է լեցուն, բայց կարծում եմ կան շնորհակալանքի ու երախտիկի խոսքեր, գնահատականներ ու հաղթանակներ, որոնք ձեզ համար այնուամենայնիվ տարբերվում են։ Միանշանակ, նախ սկսենք նրանց, որ իմ մեջ միշտ տպավորվել են եւ անգնահատելի ոչինչ չես համատնի զինվորի մոր շնորհակալությունը։ Գիտեք, դա հիմա էլ որ ասում եմ, ես դա զգում եմ, չկա ավելի մեծ շնորհակալություն, ասեմ, թե ավելի կարևոր ինձ համար թանկ շնորհակալություն, քան զինվորի ծնողի շնորհակալություն, նույնիսկ բան էլ չասեն, աշկերի մեջ դու զգում ես այդ շնորհակալությունը, չնայած եղել են առիթներ, երբ որ փորձել են նույնիսկ ծնգի գալ եւ շնորհակալություն հայտնել, բնականաբար դա չես թողել, բայց դրանից թանկ շնորհակալություն, դրանից թանկ պարգև կարծում եմ չկա։ Իհարկե վիրաբույժի համար իմ կարծիքով ամենակարևորը իր բուժած հիվանդի կամ վիրահատած հիվանդի շնորհակալությունն է, բայց առավել եւս այ զինվորի կամ զինծառայողի ծնողի շնորհակալություն։ Հենց դա էլ նոր ուժ է տալիս, կրկնակի ուժ է տալիս հաջորդ օրը ավելի ուժեղ պայքարելու, ավելի մեծ հաղթանակներ գրանցելու։ Անա ջան, այսպես ասեմ, վիրաբուժության մեջ բնականաբար երբեք այնպես չի լինում, որ միշտ բուժվում են կամ բուժառուները ապաքինվում, նաև անհաջողություններ են լինում։ Ու ես այսպես ասեմ, որ ոչ այդ անհաջողությունն է վիրաբուժին, Աստված, ես ամեն ինչ ապրել եմ, բայց իմ համար ամենավատ զգացողությունը, դա երբ որ չես կարող բուժառուիդ օգնես։ Գիտեք, այդ զգացողությունը սարսափելի է, բայց քեզ ուժ է տալի հաջորդ բուժված կամ բուժված հիվանդի այդ երջանկություն, դա նույնպես չես կարող ոչ մի ուրախության հետ համեմատես, ու դա քեզ նոր ուժ է տալի, որ դու շարունակես քո գործունեությունը, որտեվ այդ ուրախությունը, երբ որ այդ շնորհակալությունը, այդ հաջողությունը, դա մի այլ կերպ է, չգիտեմ, ինձ մոտ որ հաստատ եւ դա շարունակելու գործունեությունը, մասնագիտական գործունեությունը շարունակելու նոր ուժ է տալի։ Իսկ հաջողության հասնելու գրավականը այնուամենայնիվ որն եք համարում, աշխատասիրությունը, հարմարավետ պայմանները, որը այդ պահին ստեղծվում է։ Գիտեք, մի քանի կետեր կան, որոնք որ դրանք կարծում եմ, որ շատ կարևոր են կամ գուցե եւ առանց դրանց չի լինի։ Այո, առաջինը աշխատասիրությունը։ Երկրորդը չհանձնվելու հատկությունները։ Չպետք է հանձնվես, գիտես, որովհետեւ չի լինում, այնպես հարթ գնա, միշտ անհաջողություններ են լինելու։ Եվ պետք է դու պատրաստ լինես նաեւ այդ անհաջողություններին ու գնաս առաջ։ Ի վերջո, իհարկե, միշտ կա այն, որ ի վերուս տրված, հա, միշտ ասում են խիրուրգ ատ բոգ այդ արտահայտությունը կա, հա, բայց մեկը դրա մեջ այդ ամեն ինչը պետք է լինի, որտեվ եթե դու աշխատասիրություն չունենաս, դու այդ չհանձնվելու հատկությունները չունենաս, դու չես կարող առաջ գնաս։ Վերցնենք նույն սպորտսմեններին կամ հայտնի նկարիչներին, այո,
բնականաբար տաղանդավոր են, բայց որ նայում ես իրենց նույն անցած ճանապարհը, իրենք էլ են այդպես անցել։ Իրենք էլ են ունեցել անհաջողություններ, իրենք էլ են ունեցել սոված օրեր, իրենք էլ են ունեցել օրեր, որ այսպես ուժասպառ գնացել են, բայց հաջորդ օրը նորից վեր են կացել ու գնացել են իրենց պարապմունքին, որ ունենան հաջողություններ։ Այդպես կարծում եմ, որ հաջողության գրավականը դրանում է։ Իմ մասնագիտությամբ բերումով ես կասեմ, որ պետքա սիրես հիվանդին։ Երրորդ ամենակարևոր բանը, եթե դու չսիրես հիվանդին, ես չեմ կարծում, որ դու կարող ես լավ բժիշկ լինել։ Ես նաև համարում եմ իմ հաջողության այդ գրավականը լավ բժիշկ լինելու մեջ հիվանդին սիրելու այդ առաքելությունը։ Նայեք, երբ որ հիվանդս վատ է լինում, այսպես ասեմ, որ օրինակն ավելի, իմ ոչ միջոցառումը, ոչ ծնունդ, ոչ կնունքը, նույնիսկ քո ընտանիքի ամենամոտ հարազատին քեզ չի ձգում։ Դու ուզում ես լինես հիվանդի կողքին, որ ինքը լավ լինի։ Ու դա, եթե դու հիվանդին չսիրես, չես կարող այդպես ապրես։ Դու պետք է ապրես դրանով, որ եթե հիվանդդ վատ է, դու պետք է լինես հիվանդի կողքին ու ամեն ինչ անես, որ հիվանդը տապակինվի։ Մասնագիտության նկատմամբ անսահման սիրուց է երևի թերևս ծնվում հիվանդի նկատմամբ նման վերաբերմունք։ Միգուցե այդ երկուսը իրար հետ համատեղել են, որ դու քո մասնագիտությունը սիրում ես եւ դա եւս բերում է, այո, հիվանդին սիրելու այդ միգուցե։ Իսկ այդ բարդ ու չափից ավելի պատասխանատու մասնագիտությունը ինչպես կվերաբերվեք, եթե ձեր զավակները այդ ուղղությամբ գնան, այսինքն այդ դժվարին ուղին պատրաստվում եք տեսնել, թույլատրել նաև իրենք անցնելու։ Սիրով կուզեմ իհարկե, որ որևիցե մեկը ընտրի այդ ուղին, բայց երբեք չեմ պարտադրի, որտեղ պարտադրելով բժիշկ չես դառնում, առավել եւս վիրաբույժ։ Պետքա դա սիրես, այդ մասնագիտությունը պետքա սիրես։ Դա այն մասնագիտությունն է, որ առանց սիրելու կարծում եմ հաջողության չես հասնի։ Գիտեք, այն օրը եւս մեկ այդպեսի զրուցել, որ քանի հարյուրներից մեկն է դառնում վիրաբույժ։ Այն էլ այսպես ճակիտներով ասած լավ վիրաբույժ կամ լավ հաջողակ վիրաբույժ, այսպես ասեմ։ Շատ քիչ է, շատ քիչ մարդիկ են, շատերն են գնում ուզում դառնալ վիրաբույժ, բայց ոչ բոլորն են դառնում վիրաբույժ։ Հաջողության ճանապարհը հաղթահարելը բոլորին չի տրվում։ Դե բոլորը ուժ չեն ունենում։ Դրա համար իշքան էլ օգնենք, իշքան էլ կողքին լինես, բայց դու չես կարող վիրաբույժի կողքին անընդհատ լինես իր փոխարեն։ Նա ինքը պետք է այդ ուղին հարթի գնա առաջ եւ դառնա վիրաբույժ։ Պարոն Շաբազյան, այսպեսի մի նաեւ օրինաչափություն եմ նկատել, հաջողությունները, որոնք մենք ստեղծում ենք, որոնք գրանցում ենք, այդ փշոտ ճանապարհը, որոնք հաղթահարում ենք, իհարկե հաղթահարելուց հետո այդ պտուղները ամենաքաղցրն են լինում, բայց երբեմն հետադարձ հայացք, որ գցում ենք, մի պահ նույնիսկ վախենում ենք մտածել, որ այդ ճանապարհը մենք անցանք կամ երկրորդ անգամ արդյոք կանցնենք այդ նույն ճանապարհը։ Կարող ենք ասել, որ մի գերբնական ուժ ենք այդ պահին ստանում։ Միանշանակ, այո, նամանավանդ երբ որ դու լինում ես առաջնագծում։ Այստեղ մի քիչ էլի հեշտ է, ունես հետազոտության բոլոր հնարավորությունները։ Սոնոգրաֆիան ցույց չտվեց, կատեն ցույց չտվեց, MRT-ն, այս մեկը չարեց, այս մեկը ի վերջո կարող ես կանչել մեկ այլ ավակ փորձով վիրաբույժի, ասես օգնես խորհրդատվություն, բայց այնտեղ դու կանգնած ես միտեղ, որտեղ ոչ կատե ունես, սոնոգրաֆիայի ապարատ կա, այն էլ դու պետք է անես, որտեղ սոնոգրաֆիստ բնականաբար չունես, եւ դու պետք է որոշում կայացնես։ Ես երբեք չեմ մոռանա այդ առաջի ախտորոշումը այնտեղ, երբ որ հիվանդ էին բերել, զինվոր, որի կույրաղիկի կասկած կար, այնտեղ տարամիտվում էին կարծիքները, ես ասում եմ, որ այնտեղ սուրապենձիցիտ է, մյուս մասն ասում էր, որ ոչ, այդ կանել նման չի, կույրաղիկի որդանման ելունի բորբոքման, մի խոսքով հոսպիտալի պետը ասեց, եւս 2 ժամ էլ վերահսկենք եւ որից հետո նորից գնայինք։ Բնականաբար 2 ժամ հետո հավաքվում ենք էլի հոսպիտալի պետի ներկայությամբ։ Նորից ես պնդում եմ իմ կարծիքը եւ վերջը որոշում ենք կայացնում, որ պետքա վիրահատենք այդ հիվանդին եւ չեք պատկերացնում իմ ուրախությունը, որ կտրվածք կատարելուց հետո թարախ ու սուր ապենդիցիտը հաստատվեց։ Համ ուրախանում ես, համ բնականաբար բարդ իրավիճակ է, բայց այդ զգացողությունը բնականաբար, որ դու հաղթեցիր, հարաբերական ասելով, հա, երիտասարդ տարիքում շատ։ Բնականաբար շատ երիտասարդ տարիքում քո ասածը, քո ախտորոշումը հաստատվեց։
Եվ գիտեք, ամեն անգամ տարբեր փորձառություններ անցնելով, տարբեր ժամանակներում, տարբեր հատվածներում, որովհետեւ մի ճանապարհ հարթելով գնում ես առաջ ու հետ որ նայում ես, չգիտեմ, հիմա այս փորձառությամբ որ ելնի շատ ավելի արագ որոշումներ կկանցնես, ոնց որ երբ առաջ էիր վիրահատում, մի քիչ նույն վիրահատությունը կարող ավելի դանդաղ անես, մա շատ ավելի արագ ես անում, ավելի հարթ, սահուն, հանգիստ, բայց չգիտեմ։ Այո, շատ ավելի արագ որոշումներ կայացնելով ու հարթ վիրահատություններ անելով այսօր օրական 4-ից 5 վիրահատություն եք անում։ Համարյա գրեթե այդքան վիրահատում ենք։ 2-3 հաստատ են, որտեղ պլանավորված վիրահատությունները դրած են, իսկ սուր դեպքեր կամ վիրահատություններ, որոնք որ պետք է արագ արվի, ստիպված էտել ենք միացնում, այդքան վիրահատություններ լինում են։ Կարծում եմ, որ բոլոր հաջողությունները միևնույնն է վստահ են, որ պետք է նվիրվես, չհանձնվես ու գնաս առաջ։ Որոշում նպատակ դնես ու գնաս դրան ընդառաջ։ Այլ պարագայում ոչ մի հաջողություն էլ չես ունենա։ Երբեք հավատացեք այն, որ ասում են բախտը բերեց կամ բան, բախտը կարա բերի մի օր, լավ 2 օր, բայց այդ հաջողության մեծ ճանապարհից բախտը ամեն օր չի բերում։ Այո, դրա հետևում տքնաջան աշխատանքով անքուն գիշերներ։ Որոնք որ էսենց դասավորելով, հիմքը դնելով գնում ես առաջ ու ամեն անգամ նոր ոտքդ նոր տեղից ես։ Իսկ ամեն ինչ երազանքից է սկսվում։ Միանշանակ, բոլոր ասма երազանքները կկատարվում են, եթե դու ցանկանաս։ Մի բողոքիր, որ քո երազանքները չեն իրականացել, նախ պետք է երազել։ Չարժե նախանձել այն մարդկանց, ովքեր երբևիցե չեն երազել։ Մի վախեցիր երազելուց եւ այդ երազանքներն իրականություն դարձնելուց։ Հաջողության ճանապարհը երազանքից է սկսվում։ Եկեք հանդիպենք հաջողության ճանապարհին։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ, վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։